Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է իրազեկված համաձայնությանը։ Այս թեմայի շուրջ զրուցելու նպատակով մեր տաղավարին հրավիրել իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Հարատև կրթության դպրոցի հիմնադրամի տնօրեն Վահե Թորոսյանին։ Բարև ձեզ, պարոն Թորոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Թորոսյան, այսօր կխոսենք իրազեկված համաձայնության թեմայի շուրջ եւ սկսենք երևի թե ակունքներից։ Նախ պետք է հասկանանք, երբ որ պահից սկսած, այսպես եթե ձևակերպենք, սկսել է մշակվել, կարգավորվել իրազեկված համաձայնության վերաբերյալ օրենսդրությունը, երևի թե այսպես մեկնարկային, որտեղ հին Հունաստանը եթե թողնենք, Նյուրնբերգից պետք է սկսել վերջինիս օրենսդրության ձևավորումից մինչև ժամանակակից շրջան, ընդ որում եկեք նաև ներառենք մեր ՀՀ սահմանադրությունը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ իրազեկված համաձայնության սկզբունքը ենթադրում է պացիենտի նկատմամբ բժշկական միջամտությունների վերաբերյալ կամավոր արտահայտված համաձայնություն։ Գաղափարի ծագումը եւ գենեզիսը կապված է բժշկական փորձերի հետ։ Նախ եւ առաջ, երբ խոսել են կամավոր համաձայնության մասին, նկատի են ունեցել բժշկական փորձերի վերաբերյալ համաձայնությունը։ Ընդհանրապես պետք է նկատել, որ փորձարարական եւ դիտողական բժշկությունը շատ մեծ տեղ է ունեցել բժշկության բնագավառում, առողջապահության ոլորտում եւ դրա ակտիվ ջատագովներից մեկը հանդիսացել է ֆրանսիացի բժիշկ 15-րդ դարի Կլոդ Բեռնարը, որը կարևորում էր բժշկության բնագավառում փորձի կարևորությունը եւ նա էր հենց առաջիններից մեկը, որ սահմանեց էթիկական սկզբունքները գիտական բժշկական փորձերի համատեքստում եւ հենց այդ ժամանակ էլ սկսվեց կոնցեպտուալ առումով մշակվել իրազեկված համաձայնության գաղափարը, ընդ որում պետք է ասել, որ փորձեր ի սկզբանե իրականացվել են նախ կենդանիների նկատմամբ, թեև ուղեցույցները կարևորում են, որ կենդանիների նկատմամբ պետք է մարդասիրորեն իրականացվեն այդ փորձերը, բնականաբար հետագայում նաև կիրառվեցին մարդկանց նկատմամբ եւ այստեղ է որ առաջացավ նաև մի շարք էթիկական խնդիրներ։ Ցավոք սրտի այդ փորձերի մի մասը իջարս գործադրվեց մարդկանց նկատմամբ եւ հատկապես ֆաշիստական Գերմանիայում համակենտրոնացման ճամբարներում համակարգված եւ լայնածավալ բնույթ ստացավ մարդկանց նկատմամբ այդ կարելի ասել անմարդկային եւ դաժան փորձերը։ Պատկերացրեք մարդկանց մանանեխի գազ են փորձարկել, -29 ջերմաստիճանում նրանց պահել են մերկ վիճակում եւ այս մակարդակի անմարդկային եւ դաժան փորձեր են իրականացրել եւ սա բնականաբար պետք է հանգեցներ որոշակի ինստիտուցիոնալ կարգավորումներին։ Նախ պետք է ասեմ, որ Նյուրնբերգյան տրիբունալի ժամանակ շուրջ 23 բժիշկներ հայտնվեցին մեղադրյալի կարգավիճակում եւ դրանցից մեկը հանդիսանում էր նաեւ Ադոլֆ Հիտլերի անձնական բժիշկը եւ նրանցից 7-ը ենթարկվեց մահապատժի։ Այդ տրիբունալի արդյունքում ընդունվեց մի բաժին, որը կոչվեց ընդունելի բժշկական փորձեր վերտարությունը, որը հետագայում մեզ հայտնի դարձավ որպես Նյուրնբերգյան օրենսգիր կանոնով եւ հենց Նյուրնբերգյան օրենսգիրքն է, որը իրավական մակարդակում թերևս առաջինն է սահմանում բժշկական փորձերի էթիկական կարգավորումները եւ մասնավորապես իրազեկված համաձայնությունը։ Նախ կարևորվում է այն հանգամանքը, որ փորձը պետք է լինի գիտականորեն հիմնավորված, այն չպետք է ֆիզիկական, հոգեկան տառապանքներ հասցնի անձին եւ օգուտի եւ վնասի կամ ռիսկի հարաբերակցությունը պետք է հստակորեն ամրագրվի։ Եվ այդ ժամանակներից սկսած արդեն իրազեկված համաձայնությունը դարձավ կոնցեպտուալ սկզբունք, հետագայում Նյուրնբերգյան օրենսգիրքը իր ազդեցություն ունեցավ մի շարք իրավական հայտնի փաստաթղթերի ձևավորման վրա, մասնավորապես Ժնևի կոնվենցիան 1949 թվականի բժշկական էթիկայի միջազգային օրենսգիրքը 1983 թվականի եւ շատ այլ իրավական ակտեր։ Ինչ վերաբերում է ներպետական օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ հոդվածը հստակ ամրագրում է ֆիզիկական անձի ֆիզիկական եւ հոգեկան անձնամխելիության իրավունքը
եւ այստեղ կարեւորվում է, որ անձը չի կարող ենթարկվել եվգենիկական փորձերի, այսինքն Հայաստանի Հանրապետությունում արգելված է եվգենիկական փորձերը, դա կլինի դրական թե բացասական եվգենիկա, դրանից բացի նաեւ օրգանների եւ հյուսվածքների շահույթի աղբյուր դարձնելը եւ վերարտադրողական կլոնավորումը։ Ինչ վերաբերում է արդեն իրազեկված համաձայնությանը, վերջին պարբերությունը ամրագրում է, որ առանց անձի ազատ եւ հստակ արտահայտված համաձայնության ոչ ոք չի կարող ենթարկվել գիտական, բժշկական փորձերի։ Եվ մինչև համաձայնությունը անձը նաեւ պետք է ստանա պատշաճ տեղեկատվություն։ Եվ այս սահմանադրական նորմը իհարկե ուրույն տեղն է գտել բժշկական բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում, որտեղ ուղղակիորեն այս դրույթը իր ամրագրումն է ստացել օրենքի մակարդակով արդեն։ Եկեք փորձենք սեկտորալ օրենսդրության հիման վրա տալ ինչ է իրազեկված համաձայնությունը։ Իհարկե շատերը տեղյակ են բժիշկների այցերից գոնե, հետո պրակտիկ իմաստով, բայց փորձենք իրավական բովանդակության անդրադառնալ իրազեկված համաձայնության։ Շատ լավ, Հայաստանի ներպետական օրենսդրությունը կարգավորում է իրազեկված համաձայնության հասկացությունը եւ որոշակի սկզբունքներ, նախ պետք է նկատել, որ դա միջամտություն է պացիենտի նկատմամբ, համաձայնությունն է պացիենտի նկատմամբ իրականացվող միջամտության վերաբերյալ։ Այստեղ միջամտություն բառը շատ լայն պետք է մեկնաբանենք, Միջամտությունը ոչ միայն բժշկական կամ գիտական փորձերը, ինչպես Նյուրնբերգյան օրենսգրքում եւ համանդրությունում է ամրագրվում, այլ ցանկացած բժշկական միջամտություն, ցանկացած գործողություն, սկսած ախտորոշումից, հետազոտություններից, մինչև բուժում, խնամք, այդ ամբողջ սպեկտրը ենթադրում է միջամտությունը եւ այստեղ կարեւոր է նկատի ունենալ, որ նախ ամեն համաձայնություն չէ, որ իրազեկված է դիտարկվում, եւ իրազեկված լինելու պարագային պետք է այն ապահովի որոշակի պայմաններ եւ նախադրյալներ։ Նախ որպեսզի համաձայնությունը լինի իրապես իրազեկված, այն պետք է տրվի ազատ, կամավոր եւ գիտակցված կերպով։ Այսինքն պետք է հստակորեն արտահայտվի անձի կամքը միջև իր նկատմամբ այդ միջամտության իրականացմանը։ Եթե անձի կամքը որևէ կերպ ճնշված է, դա խաբեության, մոլորության, խարդախության կամ այլ հարկադրանքի հետևանք է, ապա չենք կարող խոսել համաձայնության իրազեկվածության մասին, այսինքն անձի կամ այն գիտակցական վարքը պետք է դրսևորվի, սա ընդհանուր առմամբ բխում է պացիենտի ինքնավարության, ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ ընդհանրապես պացիենտակենտրոն կոնցեպտից, Երկրորդ հանգամանքը, որ իրազեկված համաձայնությունը պետք է տրվի պատշաճ տեղեկատվության հիման վրա, այսինքն նախքան բուժաշխատողի կողմից միջամտության իրականացումը պացիենտին պետք է տրամադրվի օբյեկտիվ, ամբողջական եւ սպառիչ տեղեկատվություն միջամտության նպատակի եւ բնույթի, ինչպես նաեւ վտանգների եւ հնարավոր ռիսկերի մասին։ Եվ բացի այդ պետք է հաշվի առնվեն նաև տվյալ պացիենտի անհատական, մշակութային, մյուս բոլոր առանձնահատկություն, տարիքային եւ այլն։ Եվ շատ կարեւոր է նաև բացի տեղեկատվությունը, նաև տեղեկատվության մատուցման ձևը։ Այսինքն այդ ֆրեյմինգը բուժաշխատողը պետք է այնպես իրականացնի, որ պացիենտը իրապես հասկանա եւ կարողանա յուրացնել այդ տեղեկատվությունը։ Այսինքն Եվ ոչ մասնագետ լինելով որոշում կայացնել, որովհետև երբեմն հենց մասնագետների համար է բարդ այդ որոշումը կայացնել։ Բնականաբար, որպեսզի իրապես պացիենտը գիտակցի, թե ինչ միջամտություն է իր նկատմամբ գործադրվելու, այդ ամբողջական կամ սպառիչ տեղեկատվությունը իրեն շատ հասանելի եւ մատչելի ձևով պետք է մատուցվի։ Հակառակ պարագայում չեն կարող խոսել իրազեկված համաձայնության սկզբունքի կիրարկման մասին։ Պարոն Թորոսյան, իսկ բոլոր դեպքերում է անհրաժեշտ իրազեկված համաձայնություն, կարծես թե այո, բայց այնուամենայնիվ թե կան պետություններ կամ կա պրակտիկա, որտեղ հատկապես առողջությանը, կյանքին սպառնացող դեպքերում է այդ ռիսկերի անհրաժեշտ իրազեկված համաձայնությունը եւ որ դեպքերում կարող է չլինել իրազեկված համաձայնությունը, եթե կան բացառություններ։
Ինչպես նշեցի, միջամտություն բառը բավականին լայն պետք է մեկնաբանել, ոչ միայն փորձերը, այլ նաև առհասարակ ցանկացած բոլոր տեսակի միջամտությունները, ընդ որում պետք է ասեմ, որ այստեղ ոչ միայն կրիտիկական վիճակներին է հարցը վերաբերում, այսինքն անձի կյանքին սպառնացող վտանգի դեպքերին, այլ ցանկացած միջամտության պարզ ախտորոշումը նույնիսկ ենթադրում է, որպեսզի տվյալ անձը իրազեկված լինի դրա հետևանքների կամ ստանա պատշաճ տեղեկատվություն դրա վերաբերյալ։ Առավել ևս, երբ դա, այսպես ասած, ինվազիվ միջամտություն է, այսինքն ներարկում է կամ վիրահատություն է, դա ենթադրում է շատ տեղեկատվության, շատ ավելի հստակ մատուցում եւ շատ ավելի մեծ հոգացություն բուժաշխատողի կողմից, որպեսզի անձը կարողանա իրապես համաձայնություն տալ եւ դա նաեւ անշուշտ առաջում է կյանքին վտանգ սպառնացող դեպքերի։ Պարոն Թորոսյան, իհարկե դուք ասացիք միջամտություն եւ այստեղ կարծես թե ծածկեցիք իմ նոր տրված հարցը, բայց հարցը գիտեք ինչի էր հատկապես պրակտիկայում ցավոք լինում է դեպքեր, երբ բժիշկները կարծես թե չեն բացում հիվանդության բոլոր հնարավոր ռիսկերը, վտանգները կամ ներկայացնում են բնականաբար պացիենտի բարեկամները, պացիենտը հատկապես էմոցիոնալ վիճակում է գտնվում եւ մի քիչ կարող այդ հուզական շրջանում այլ ձևով ընկալի, որի համար անհրաժեշտ է այդ ինֆորմացիան ավելի դետալացված, ավելի այսպես բազմակողմ եւ այլն եւ այլն։ Այս դեպքերի մասով էր հարցս, որ երբեմն բժիշկները խուսափում են սովորական միջամտության դեպքում, եթե ոչ վիրահատական միջամտության մասին խոսքը խուսափել։ Այ պետք է երևի ուշադրություն բոլորի ասել, երևի տեղյակ են իհարկե բնականաբար ոչ մեկ չի բացառում, բայց զլանում են կամ զբաղվածությունը թույլ չի տալիս եւ շատ հաճախ չեն ներկայացնում։ Իրականում դա լուրջ խնդիր է, որովհետեւ այո, իսկապես մեր առողջապահության բնագավառում պրակտիկ մակարդակում հաճախ է հանդիպում, որ իսկապես բուժաշխատողները պատշաճ տեղեկատվություն զլանում են տալ պացիենտին եւ բացի դրանից նաեւ տեղեկատվությունը չի տրամադրվում այն ձևով, որը իսկապես հասանելի կդառնար տվյալ պացիենտին։ Այսինքն դա չի դառնում մատչելի եւ հասանելի տվյալ պացիենտի համար, հա։ Բայց ես ցանկանում եմ նաեւ անդրադառնալ բացառությունների մասին, որ դուք նշեցիք։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ մասնավորապես բնակչության բժշկական օգնության սպասարկման մասին օրենքը 24-րդ հոդվածում ամրագրում է երկու բացառություն իրազեկված համաձայնությունից։ Այսինքն առանց անձի համաձայնության միջամտության իրականացման դեպքերն է։ Առաջինը կյանքին սպառնացող վտանգների դեպքերն են եւ երկրորդը շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերն են։ Ինչպես նկատում եք, առաջինը վերաբերում է անձի մասնավոր շահին, նրա կյանքի իրավունքին, իսկ երկրորդը հանրային շահ է հետապնդում։ Ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում։ Այո, կյանքին վտանգ սպառնալու պարագային արդեն միջամտությունը իրականացում է ելնելով տվյալ պացիենտի լավագույն շահից։ Այսինքն սրանք այն դեպքերն են, երբ պացիենտը օրինակ համաձայնություն չի տալիս կամ օբյեկտիվորեն չի կարող այդ համաձայնությունը տալ, կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձը ներկա չեն կամ չեն տալիս այդ համաձայնությունը։ Այս պարագայում ինչ է մնում անել բուժաշխատողին, եթե ոչ անհետաձգելի, անհապաղ բուժօգնություն իրականացնել, ելնելով հենց պացիենտի լավագույն շահից։ Եվ բնականաբար այստեղ մի նրբություն կա, հատկապես անգիտակից պացիենտի պարագայում, որ պետք է հաշվի առնվեն նաև պացիենտի նախկինում հնչեցրած հաստատական միտքը կամ համոզմունքը առ այն, որ ինքը կհրաժարվեր այդ միջամտությունից։ Շատ նուրբ տիրույթ է, շատ զգայական է, վերաբերում է մասնավորապես կյանքի կտակին, living will կոչվածին եւ նաև անձի կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին։ Հաճախ են լինում դեպքեր, երբ օրինակ անձը պայմանավորված իր կրոնաբարոյական համոզմունքներով չի ցանկանում օրինակ արյան փոխներարկում իրականացվի իր նկատմամբ եւ այստեղ նաև դատական նախադեպեր կան, որոնք հավաստում են տվյալ անձի
կրոնական համոզմունքի գերակայությունը նրա ընդհանուր կյանքի իրավունքի նկատմամբ։ Այսինքն նույնիսկ կյանքին սպառնացող վտանգի դեպքում անձը կարող է այդ համոզմունքի հիմքով փաստորեն զերծ մնալ այդ միջամտության իրականացումից եւ բուժաշխատողը պետք է հարգի այդ պացիենտի չափահաս անձի իրավունքը։ Անչափահասի դեպքում դա չի գործում, հա, երեխաների պարագայում, եթե նրանց կյանքին վտանգ է սպառնում որևէ համոզմունք կամ աշխարհայացք չի կարող գերակայել նրանց կյանքի իրավունքի նկատմամբ, հա։ Բայց չափահաս անձանց պարագայում երբեմն նաև այս երևույթը առկա է եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր նախադեպային իրավունքով փաստորեն ճանաչել է անձի համոզմունքի գերակայությունը կրոնական ասպեկտով նրա կյանքի իրավունքի նկատմամբ կոնկրետ արյան փոխ ներարկման պարագայում խոսքը չի վերաբերում առհասարակ բոլոր միջամտություններին, հա։ Եվ ինչ վերաբերում է արդեն երկրորդին, որը հանրային շահ է հետապնդում, դա շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններն են, որոնց ցանկը կառավարության որոշմամբ է հաստատված եւ այդ ցանկը պետք է ասել, որ սպառիչ չէ եւ կարող է ընդգրկել նաեւ այսպես համաճարակաբանական ներուժ ունեցող նոր ծագող կամ վերադարձող այլ ախտածիներով վարակներ։ Կոവിഡից հետո մի փոքր այս ոլորտը մեզ համար բոլորիս ավելի այսպես գործնականում պարզ դարձավ, ինչ սահմանափակումներ կարող են լինել հանրային շահի վտանգների դեպքում։ Պարզապես այստեղ ընդհատելով ես հիշեցնեմ ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում ենք իրազեկված համաձայնության մասին։ Մեր հյուրն է իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ, Հարատև կրթության դպրոց հիմնադրամի տնօրեն Վահե Թորոսյանը։ Պարոն Թորոսյան, շարունակելով մեր զրույցը, մենք իհարկե խոսեցինք, որ պացիենտը որոշում պետք է կայացնի, հատկապես այն դեպքերում, որը որ անմիջական վտանգ է սպառնում կամ թեկուզ սովորական բուժման ընթացքում ինչ որ երբեմն ընտրության է թողնվում պացիենտի եւ այլն։ Այստեղ գալիս է նաեւ մյուս այսպես հարցը բժշկի պարտավորության, որը որ կոնկրետ հանգում է որոշակի գործողությունների կատարմանը։ Ես մասնավորապես մեկն եմ նշում, դուք ավելի կբացեք հավանաբար, դա վերաբերում է օրինակ այդ հուզական վիճակում տեղեկատվության հաղորդմանը եւ հատկապես ծանր հիվանդությունների, ոչ բուժելի հիվանդությունների դեպքում սա կարող է մի փոքր այլ երանգավորում ունենալ, անմիջապես հայտնելու կամ ինչ եղանակով հայտնելու չխնայելով դիմացինին։ Այ խնդրում եմ նաեւ այս պարտավորությունների մասին խոսենք։ Բավականին նուրբ տիրույթ ենք թևակողում, որովհետև այստեղ է որ իրազեկված համաձայնության սկզբունքը փաստորեն առնչվում է նաև բժշկական գաղտնիքի իրավունքի հետ, այսինքն պացիենտի գաղտնիության նաև իրավունքի հետ է փոխ հարաբերակցվում եւ իսկապես կան դեպքեր, որ բուժաշխատողը պետք է պարտավոր է հաշվի առնել տվյալ պացիենտի անհատական կարողությունները, նրա հուզական էմոցիոնալ վիճակը, ներաշխարը, արդյոք տվյալ անձը իզորու է եւ կարողունակ է այդ տրամադրված տեղեկատվությունը ըստ արժանվուն գնահատել կամ արդյոք դա չի հանգեցնի ավելի վատթար հետևանքների, որովհետեւ կան իսկապես պացիենտներ, որոնք իրենց բնույթով պայմանավորված տեղեկատվությունը կարող են ստանալ եւ դա կարող է շատ ավելի վատ եւ բացասական հետևանքների հանգեցնել դրան, հա։ Այստեղ արդեն մենք տեղափոխվում ենք մի փոքր ուրեմն պացիենտի գաղտնիության իրավունքի տիրույթ, հա, որովհետեւ այստեղ էլի երկու ասպեկտ կա, մի կողմից այո այդ բժշկական գաղտնիքը պետք է ապահովի, բայց մյուս կողմից նաեւ պացիենտը ունի նաեւ ինքն իրենից այդ տեղեկատվությունը թաքցնելու իրավունքը, հա։ Եվ այստեղ է որ բուժաշխատողը այնքան ներբանեկատ պետք է լինի, որ հաշվի առնելով տվյալ պացիենտի վիճակը եւ հետևանքները եւ կարողանա հոգեբանորեն դա ճիշտ գնահատել եւ հարկ եղած դեպքում այդ տեղեկատվությունը կամ չափավոր ձևով տրամադրել կամ ընդհանրապես չտրամադրել։ Ասենք մենք խոսում ենք պացիենտի տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին, բայց մյուս կողմից էլ անշուշտ բուժաշխատողը պետք է հաշվի առնի, արդյոք այդ պացիենտը կարողունակ է այդ տեղեկատվությունը մարսել, թե ոչ, որովհետև գուցե դա կհանգեցնի նրա ինքնավնասմանը կամ ավելի վատթար, հա, ասենք ինքնասպանությանը,
Եվ այստեղ է որ գործում է այսպես կոչված թերապևտիկ արտոնության գաղափարը, այսինքն բուժաշխատողը կամ չի տրամադրում կամ նրբանկատ ձևով խնամքով թաքցնում է այդ տեղեկատվությունը, որովհետև ըստ էության դրանով կարող է ավելի բարդացնել տվյալ բուժման ընթացքը։ Սա առավելապես վերաբերում է այսպես ասած անբարեհույս կանխատեսումներին կամ չարորակ նորագույացություններին։ Հաճախ օրինակ պացիենտները երբ տեղափոխվում են օնկոլոգիական հաստատություններ, իրենց թվում է թե ամեն ինչ պարզ է իրենց առողջության վերաբերյալ, բայց մարդը բնականորեն միշտ ունի այն լավատեսական մղումը, որ իր հետ առանձնապես ոչինչ էլ չի պատահել, հա։ Կամ ընդհանրապես կա, ասենք, առողջության որոշակի վատ տարածում, բայց դա չի կարող հանգեցնել շատ ծայրահեղ եւ բացասական ելքերի, հա։ Եվ այդ մարդկանց կոնկրետ օնկոլոգիական հաստատություններում իրենց միշտ թվում է եւ ենթադրելի է, որ ոչ թե իրենց մոտ բացահայտվել է չարորակ ուռուցք, այլ ընդհանրապես կանխատեսվում է կամ կասկածվում է այդպիսի ուռուցք եւ իրենց տեղափոխել են այդ հաստատությունները դա ճշտելու նպատակով։ Եվ բնականաբար բուժաշխատողը չպետք է ամեն գնով այդ տեղեկատվությունը տրամադրելու միջոցով կազմաքանդի այդ պացիենտի այսպես լավատեսությունը կամ օպտիմիզմը կամ պայքարելու ռազմավարությունը, բնականաբար սա որտեղ անհատական եւ սուբյեկտիվ է հավանաբար այս այո, նույնիսկ տեսեք ամենահավասարակշռված պացիենտների պարագայում բժշկական էթիկայի տեսանկյունից չի խրախուսվում միարժեքորեն տրամադրել նրա այսպես մահացու ելքով ուրեմն այդ դատաբջիռը այսպես ասած, հա։ Եվ բուժաշխատողը ամեն կերպ պետք է ամրապնդի այդ լավատեսությունը պացիենտի ապրելու նկատմամբ, որտեղ դա մարդու բնական եւ կենսական պահանջմունքն է։ Մենք խոսեցինք իրազեկված համաձայնության տվյալ դեպքում ձևի մասին, ինչպես պետք է բժիշկը այս մասին հայտնի, օրենքով թույլատրելի է, բայց միևնույն ժամանակ նա պետք է ներքին մի շարք այսպես մղումներից ելնելով ավելի զգուշորեն այս մասին պացիենտին հայտնի, իսկ եկեք խոսենք նաև այն մասին, թե ինչ խորությամբ է տրամադրվում այդ ինֆորմացիան իրազեկված համաձայնության։ Հաճախ գնում ես վիրահատության, թերթիկը բերում, բժիշկը զբաղվածությունից հաճախ հայրականությունում եւ ոչ միայն զբաղվածությունից ելնելով ամենաառանցքային այսպես կողմերն են ներկայացնում, որը որ մի տեսանկյունից արդարացված է պացիենտի տեսանկյունից ոչ, եւ ինչ որ իրազեկման թերթիկ են բերում, ստորագրվում է, շատ մակերեսային ռիսկերի մասին է հայտնվում եւ վերջ դրանով կարծես թե եւ այդ մասին էլ է նշվում իրազեկված համաձայնության եւ դրանով ավարտվում է։ Այ արդյոք սա բավարար է խորության եւ ի վերջո որոշում կայացնելու համար պետք է լավ տիրապետես հա տվյալ խնդիրը եւ դրա լուծումները եւ ռիսկերը եւ հետագայում մնացած այսպես հեռանկարներն ու զարգացումները։ Արդյոք այսօր մենք ունենք այդ ինստիտուտի կայացած այսպես մակարդակը, վիճակը, թե այս մասով անելիքներ կան։ Կարծում եմ, որ դեռևս մեզ մոտ նոր է կայանում այդ ինստիտուտը, հավատացեք, որ շատերը, այդ թվում նաև բուժ աշխատողները, առողջապահության բնագավառի գործիչները խորությամբ տեղյակ չեն նաև այս սկզբունքի չափանիշների կամ սկզբունքների վերաբերյալ, այլ չեմ խոսում պացիենտների մասին, որոնք երբեմն շատ անիրազեկ են եւ տարական բժշկական գաղտնիքը կամ իրազեկված համաձայնության գաղափարները բնականաբար չեն կարող միմյանցից շատ խորությամբ զանազանել եւ այստեղ անշուշտ պետք է իրականացվի կրթական նաև գործունեություն եւ պացիենտների իրազեկվածության մակարդակի բարձրացման եւ բուժաշխատողների, որպեսզի նախ անձը գիտակցի թե որտեղ է սկսվում իր իրավունքները եւ որն է իր գաղտնիության իրավունքը, տեղեկատվություն ստանալու կամ չստանալու իրավունքը եւ իրազեկված համաձայնության սկզբունքը մասնավորապես, հա, որովհետեւ ցանկացած բժշկական միջամտության է սա վերաբերում։ Ասենք մենք խոսում ենք փորձերի մասին, կյանքին սպառնացող վտանգների մասին, բայց ցանկացած միջամտություն պացիենտի նկատմամբ այլևս ենթադրում է նրան նախապես տրվող այդ տեղեկատվությունը, որից հետո նոր պացիենտը կարող է իրապես տալ իրազեկված համաձայնություն, հա։ Մեր պարագայում անշուշտ համակարգը պետք է արտահայտի եւ դիմակայի այս մարտահրավերին։
որովհետև շատ դեպքերում բուժ աշխատողների կողմից կամ դա չի տրվում կամ մատուցման ձևի տեսանկյունից բավականին խնդրահարույց է դառնում, որովհետև այդ մասնագիտական սլենգը կամ բժշկական ժարգոնը ըստ էության մեծ խոչընդոտ է հանդիսանում այդ հաղորդակցության համատեքստում։ Ես հիշում եմ օրինակ իմ անձնական դեպքից, երբ հայրիկս բուժհաստատությունից մեկում բուժվում էր, բժիշկը պարզապես կանոնակարգված ասաց 15 րոպե ժամանակ ունեք, այդ ձեր ասած մասնագիտական սլենգից մինչև հասկանալի user friendly մակարդակին գալը հետո շոկային վիճակից հիվանդությունների հետ հաճախ լինում է ցավոք շոկային ապրումներ, հոգեբան մենք չունենք մեր բուժհաստատություններում, որ կարողանան նման դեպքերում այսպես կողքից լինել եւ այլն, այդ ամեն ինչից հետո երբեմն 15 րոպեն շատ քիչ է խորությամբ իմանալու եւ ոչ թե պարզապես տեղեկանալու եւ այս խնդիրը մենք ունենք եւ ձևի եւ խորության հետ կապված։ Շատ բարի, իսկ ինչ իրավական հետևանքներ են վրա հասնում, երբ իրազեկված համաձայնության սկզբունք խախտվում է։ Առհասարակ պետք է նկատել, որ առողջապահության բնագավառում գրեթե բոլոր պատասխանատվության մեխանիզմները կիրառվում են քրեաիրավական, վարչաիրավական, քաղաքացիաիրավական եւ նաեւ կարգապահական պատասխանատվությունը։ Օրինակ պետք է ասել բժշկական գաղտնիքը, երբ խախտվում է, ենթադրում է քրեական պատասխանատվություն, ընդհանուր մինչեւ 4 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը բաժիններից մեկում շեշտում է կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող հանցանքները եւ այնտեղ հիշատակվում է նաեւ բուժաշխատողի կողմից իր մասնագիտական պարտականության չիրականացումը կամ ոչ պատշաճ իրականացումը, որը հանգեցրել է որոշակի վնասների կամ հետևանքների, անձին պատճառել է միջին կամ ծանր վնաս կամ հանգեցրել է մահվան, Խոսքը անզգուշության մասին է բնականաբար եւ սա եւս ենթադրում է քրեական պատասխանատվություն, Բայց հիմնականում պետք է ասել, որ այս խախտումները ավելի շատ կորպորատիվ մակարդակներում են ենթակա քննության եւ բուժ հաստատությունները շատ դեպքերում ունեն էթիկայի հանձնաժողովներ, վարքաբանության կամ բարեվարկության որոշակի ինստիտուտներ, որտեղ ներքին մակարդակում այդ հարցը կարգավորում են։ Պետք է ասել, որ վերջին ժամանակներում նաև մեզ մոտ զարգանում է ուրեմն էթիկայի հանձնաժողովի նաև եթե հետևում ենք զուտ հանձնաժողովի գործունեությունը, կարող ենք ասել, որ իսկապես այդ ինստիտուտը գործում է եւ ակտիվ այսպես նախազգուշացումներ եւ այլն ամեն դեպքում բժշկական ոչ միայն բժշկական համայնք, այլ նաեւ լայն համայնք այս մասին պետք է տեղեկանան եւ պետք է ասել, որ էթիկայի հանձնաժողովները դրանք եզրակացություն տվող մարմիններ են, ուղղակիորեն որոշումներ չեն կայացնում եւ իրենց նախաձեռնությամբ կամ վարույթի ուրեմն դիմումի հիման վրա վարույթ են նախաձեռնում եւ կարող են մասնավորապես էթիկայի հանձնաժողովը, որը կարող են պացիենտների դիմում բողոքների հիման վրա գործի քննության, մենք մեր հաղորդումներից մեկի ընթացքում կանդրադառնանք այդ թեմային եւ պարոն Թորոսյան, երևի թե փորձենք ամփոփել այս թեմայի շուրջ մեր զրույցը, Հայաստանի Հանրապետությունը վերջերս վավերացրել է Օվիեդոյի կոնվենցիան, որը որ ըստ էության նաև ամրագրում ունի այս թեմայի հետ կապված, որտեղ կարևորում է ազատ եւ իրազեկված համաձայնությունը պացիենտի եւ միջամտությունների եւ բժշկական փորձերի հետ կապված։ Եթե նայում ենք օրենսդրությունը, կարծես թե վիճակը համեմատաբար բարվոք վիճակում է, համապատասխանություն առկա, չհաշված իհարկե ավելի շերտերով գնալու դեպքում խնդիրների Այ եթե ավելի ամփոփենք եւ օրենսդրական եւ պրակտիկ վիճակը, ինչ կարող ենք ամփոփել, արդյոք շատ անելիք ունենք նույն Օվիեդոյի կոնվենցիայի դրույթների տեղայնացման հետ կապված։ Շատ կարևոր դիտարկում արեցիք, իսկապես վերջերս մենք վավերացրինք մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության վերաբերյալ կոնվենցիան, կենսաբժշկության կիրառման առնչությամբ, որը ավելի կարճ կոչվում է Օվիեդոյի կոնվենցիա,
Ստորագրումը տեղի էր ունեցել 2024 թվականին, մենք 25-ին վավերացրինք, բայց 26-ին նոր կարգավորումները մտան ուժի մեջ եւ բնականաբար Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ է ստանձնել ներպետական մակարդակում իր օրենսդրության պահանջները համապատասխանեցնել կոնվենցիոն պահանջների հետ։ Ընդհանրապես կոնվենցիան, եթե նկատեցիք, այստեղ բանալի բառ կամ մարդու արժանապատվություն, կարևորվում է մարդու գերակայությունը հասարակության, գիտության նկատմամբ, եւ հատկապես մարդու արժանապատվությունը, որպես իր իրավունքների եւ ազատությունների անկախտելի հիմք։ Կարող ենք ասել, որ իրազեկված համաձայնության մասով էական այս պահի դրությամբ անհամապատասխանություններ չկան։ Ոչ։ Շատ բարի, շնորհակալություն եմ հայտնում, պարոն Թովմասյան, շատ կարևոր զրույցի համար եւ հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ այսօր մեր հյուրն էր իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Հարատև կրթության դպրոցի նդրամի տնօրեն Վահե Թորոսյանը, ում հետ մենք խոսում ենք իրազեկված համաձայնության մասին։ Ձեզ հետ էր հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմոնյանը, ցտեսություն։